Այս հռչակագրի ստորագրումից հետո մենք ունենալու ենք արդեն հստակ եռամյա ծրագիր, որը հուսով եմ կհասցնենք մինչև տարվա վերջ ստորագրել պարոն քաղաքապետի հետ։ Երևանը եւ Մարսելը շատ ընդհանրություններ ունեն եւ շատ բաներով իրար նման են։ Եվ բոլոր այն խնդիրները, որոնք այս երկու քաղաքները ունեն, կարծում եմ նույնանման լուծումներ ունեն եւ ես շատ ուրախ եմ, որ պարոն քաղաքապետի հետ մենք շատ հարցերում համակարծիք ենք եւ շատ ուղղություններում նույնանման ենք տեսնում խնդիրները։ Բոլոր մեր ծրագրերը, որոնք որ մենք միասին կիրականացնենք, վստահաբար կլինեն ի նպաստ Երևան քաղաքի եւ ի նպաստ Մարսել քաղաքի։ Մեր քաղաքները խոսում են մարդկության ու մարդկայնության հետ, դրանք ունեն խաչված ճակատագրեր։ Մենք շարունակելու ենք արարել ձեռք ձեռքի բռնած, միմյանց օգնելով եւ պետք է կարողանանք առաջ տանել մեր համատեղ լուծումները, որոնք կկերտեն մեր լուսավոր ապագան։ Այս հռչակագիրը պետք է կարողանա ապրեցնել Մարսելն ու Երևանը։ Մեծ Եղեռնից մազապուրց հայերն իրենց հետ Ֆրանսիա բերեցին ոչ միայն իրենց հավերժական վիշտը, այլև իրենց հավերժական մշակույթը։ Հայությունը մեծ հնարավորություն է թե Ֆրանսիայի, թե Մարսելի համար։ Օնլայն ռեժիմով տեսահսկման ծառայությունը որ գրել ենք, բավականին հեշտացվել է, հենց հարևանության բան։ Ճանապարհը տրանսպորտային պատահար է եւ մնացյալ բոլոր միջադեպերը։ Ուղևորների հետ շփումը, հետո մեքենաների մեջ մարմնականի դեպքերը եւ այլն, արդեն փաստացի հիմքով ա լինում։ Մեր տղեկը զինվորի տնից են եկել, զին հաշմանդամներ են։ Ոնց եք, տղեկ ջան, ոնց է գործերը, ոնց է ընթացքը։ Շատ լավ։ Ողջույն եղբայր ջան։ Հələ մի քիչ պատմեք, էլի, օրվա ընթացքից, ինչ է լինում, ինչ է տեղի ունենում, ինչ միջադեպեր ենք ունենում։ Դիտարկումներ ենք անում։ Նայում ենք, երկար չկանոնան, չծխեն։ Այստեղ երկու ծրագիր է, մեկը վիալոն ծրագիր է, որը ոնց որ Yandex-ը ցույց է տալի բոլոր մեքենաների տեղաբաշխումը։ Սա այն մեր մյուս ծրագիրն է։ Այո, սա վիալոն։ People counting-ի համար նաև նախատեսված։ Ոստերից ըստ հանձնարարության իրանք անում են օրվա վերջում հաշվետվություն, որ վարորդի վարկագծի մեջ խնդիրներ կա, հետո մոնիտորինգ է արվում, ներկայացում ըստ դրա վարորդի արդեն որակավորման վրա է ազդում։ Վերահսկողության տեսանկյունից շատ կարևոր է, ու նաև մարդիկ էլ որ վստահ լինեն, որ ավտոբուսի ներսը միանշանակ անվտանգ տարածք է, նույնիսկ եթե դու ոսկու շղթատ մոռացել ես։ Շատ կարևոր ընդհանուր ՓԲ-ի վարկանիշի ու մեր բոլորիս վարկանիշի վերաբերյալ շատ կարևոր բան է։ Ես Արինե Խանլարին եմ, Պաշտպանված սրտի նախաձեռնության կամավոր։ Նախաձեռնության մասին իմացել եմ սոցիալական հարթակների միջոցով։ Մեր նպատակն է քաղաքում պատահած սրտի կանգերի դեպքում տուժածի կյանքը փրկելու հավանականությունը բարձրացնելը։ Ինչ ենք անում մենք։ Շտապօգնության օպերատորի կողմից ստանում ենք ահազանգ, հատուկ հավելվածի միջոցով։ Հավաքում ենք հատուկ հավելվածի միջոցով ստացված կոդը, բացում ենք արկղը, վերցնում ենք դեֆիբրիլյատորը եւ ուղևորվում տուժածի մոտ։ Ստուգում ենք հիվանդի գիտակցությունը,
Այնուհետև շնչառությունը։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Գրանցում ենք շնչառության բացակայություն, որից հետո բացում ենք դեֆիբրիլյատորը։ Освободите грудную клетку пациента от одежды. Отделите белые электроды от первого пластикового пятна. Ноги белые электроды от первого пластикового пятна. Наложите электроды. Կատարում ենք սրտի ներսում։ Наложите электроды на грудь. 4 5 6 7 8 9 20 1 2 3 4 5 6 7 8 9 30 Наложите электрод в точном соответствии. Հեռու մնացեք։ Եվ այս գործողությունները շարունակում ենք մինչև սրտի աշխատանքի վերականգնվելը կամ շտապօգնության ժամանելը։ Բարև ձեզ բոլորին, ես Նոնան եմ Հովանեսյան, 26 տարեկան եմ, մասնագիտությամբ արդյունաբերական դիզայներ եմ, ներկապային աշխատում եմ ճարտարապետական համալսարանում որպես դասախոս ու փոքրիկ իմ գործունեություն եմ ծավալում արվեստի հարթակում, շատերը գիտեն Խզբուզ անունով։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներգրավելու քաղաքապետին գիծ երիտասարդության խորհրդին, որտեղ որ կարծում եմ ներկայիս շրջանում բավականին մեծ տեմպով փոփոխություններ կիրականացնենք, ոչ միայն փոփոխություններ, այլ առաջարկներ, գաղափարներ կգեներացնենք, որոնք հուսով ենք հետագայում իրականություն կդառնան։ Իրականում առաջին նախագիծը դեռ կոնցեպտ է, խոսքը վերաբերում է մաքուր Երևանին, մաքուր քաղաքին, ու քանի որ ես արվեստի հարթակից եմ, որոշ չափով իմ մոտեցումը մի քիչ արվեստի ոլորտով եմ փորձում տանել։ Ընդհանուր կոնցեպտը նրանում է, որ համախմբենք երիտասարդությանը մի գաղափարի շուրջ, որ ստեղծենք տեսողական, լսողական, զգայական, գրաֆիկական պատկերներ կլինեն, վիդեոհոլովակներ, որոնք անգիտակցորեն հասարակությանը գիտակից կդարձնի։ Երևանը իրականում որպես այդպեսին նույնքը կաղապարն է, էլի, ոնց որ միջուկը հենց մարդիկ են, եւ այդ մարդկանց դինամիկան, շարժն է ինքը հենց ստիպում մտածելու տեղ տալ։ Ու այստեղ հարցը ոչ թե այնա ինչ փոխել, այլ ինչ ոնց անենք, որ պահենք, որ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը ավելի պատասխանատու կերպով վերաբերվի այն միջավայրին, որտեղ ինքը որ չասեմ ապրում է, բայց ինչ որ իր ժամանակի X հատվածը զբաղացնում է։ Միանգամից անում ենք հունձը ու փոցխը, ասում եմ Բարև ձեզ։ Ողջույն։ Կամաց այս հատվածից սկսենք, էլի։ Ներգրաված է մոտ 70 միավոր տեխնիկա, ընտրված է 150 հասցե տեղանք, ինչպիսին կոնկրետ այստեղ, Կոմիտասի անվան զբոսայգու այս հատվածը։ Ամեն մեկը, մաքրի որ քաղաքը մաքուր է, դիշը որ չմաքրեն քաղաքը գալու է լցվի։ Ես կդիմեի մեր քաղաքացիներին, որպեսզի իրանք չախտոտեն քաղաքը, իսկ ինչ վերաբերում աշխատողներին, ես դրական կարծիք ունեմ, պետք է սիրել Երևանը եւ խնամել, պահպանել զավակի նման։ Սա մեր քաղաքն է, պետք է մաքուր պահենք։ Մաքուր քաղաք ունենալը դա մեր դեմքն է։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։